Պարոն Հարությունյան, բարև ձեզ, ինչ եք։ Պարոն Հակոբյանը կխոսի։ Ինչ եք քննարկել Տարբեր հարցեր։ Կաթողիկոսի թեմային անդրադարձավ։ Ներքաղաքական բոլոր հարցերին։ Ինչ որոշ։ Շնորհակալություն։ Դուք ժողովրդավար չեք, պարոն Հարությունյան։ Դուք մամուլի ազատության մասին եք պարբերաբար խոսում։ Հետ եկել, լավ արեք հիմնական հարցերին անցնենք։ Նիկոլ Փաշինյանը առավոտյան ներկայացրեց կաթողիկոսին հեռացնելու պլան, դրա հետ կապված քննարկում ունեցաք, թե ոչ։ Մենք անդրադարձել ենք այսօր ներքաղաքական բոլոր հարցերին։ Դա համարվում է ներքաղաքական հարց, թե ոչ։ Մասամբ այո։ Մասամբ քննարկել եք այսինքն։ Եվ ինչ եք որոշել, արդյոք նամակներ ստացել է Նիկոլ Փաշինյանն արդեն թե ոչ մեյլին, ովքեր կուզեին այդ հանձնաժողովում։ Ենթադրում եմ, որ առաջիկա օրերին նման հաղորդագրություն կլինի այդ գործընթացը կոնկրետ հայտերի ներկայացման հետ կապված ինչ ընթացք է ունենալու։ Պարոն Հարությունյան, այս ամեն ինչը ձեր մյուս Բեբեռ ընդդիմադիր շրջանակի կողմից ընկալում են որպես նաև քաղաքացիական պատերազմ սանձազերծելու փորձ։ Ես կարծում եմ, որ նման հայտարարություններ անողները նախ իրենց գլուխը պատին են տալիս, երբ որ առհասարակ խոսում են քաղաքացիական պատերազմ հրահրելու մասին։ Նրանք ուզել են հատկապես 20 թվականի պատերազմից հետո անընդհատ հրահրել քաղաքացիական պատերազմ եւ այդ իրանց փորձերը ձախողվել է, քաղաքական շատ ուժեղ ապտակներ են ստացել եւ նստել են իրենց տեղը։ Ով որ ասում է գլուխը պատին է տալիս, Հայաստանի Հանրապետություն չի կարող լինել քաղաքացիական պատերազմ։ Փաշինյանի այս գործընթացը հնարավոր որոշվեց եկեղեցու դեմ նման արշավ սկսել, չնայած որ ասում են սա եկեղեցու դեմ չէ, միայն վեհապար Ինչ արշավ, հարգելիներս, մի հատ հարց ենք տվել։ Կուսակրոնության ինստիտուտը Կուսակրոնության ինստիտուտը երբ Օրինակ երբ եկաք իշխանության ասենք երբ որ 2018-ին որ կասեիք լիքը կարևոր գործեր ունեք, երբ որ 20 թվականին ասենք կասեիք COVID-ա, երբ որ 21-ին ասենք կասեիք նոր եք ընտրվել։ Հարց ենք տալիս։ Չէ, գիտեք սա ինչի է մեծ համակավոր հրապարակվեց խնդրում եմ, ես խնդրում եմ, նման հարց պետք չի բարձրացնել, որովհետև հարցը շատ հստակ է։ Պատահական է, որ Ադրբեջանից եկող մեսիջների հետ համընկավ Այո, պատահական է։ Շատ պատահական է։ Որն է բոլոր պատահականությունը։ Ինչ լինի մի բանի հետ կարող եք կապել։ Ինչ ուզում է լինի Հայաստանի Հանրապետությունում, դուք կարող եք մի հայտարարության հետ կապել։ Կարող այդ հայտարարությունը հարևան երկրից արված լիներ մի տարի առաջ, ասեիք, որ օրինակ երկար նախապատրաստեցին եւ հիմա անում են այսպիսի հայտարարություն։ Պարոն Հարությունյան, դուք իմացել եք նկատի ունեմ իշխանությունը այդ հարցի պատասխան այլևս չեք ակնկալում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն արդեն պնդում է։ Ինչպես եք իմացել այդ հարցի պատասխանը։ Դե գիտեք, երբ որ անընդհատ այդ հարցը տրվում է եւ պատասխան չի տրվում, դա արդեն լուրջ կասկածներ է առաջացնում, որ նման հարցի պատասխանը այո է, քան ոչ։ Իսկ ներողություն Նիկոլ Փաշինյանը ում էր հանձնարարել տվյալներ ճշտել, որովհետև նա ասել է, որ հանձնարարել եմ, հրահանգել եմ, որ կարծում եմ վարչապետը իր լիազորությունների շրջանակում առաջիկայում այդ հարցերին կպատասխանի։ Այս թեման բարձրաձայնում է որպես մտահոգ քրիստոնյա, ոչ թե Հայաստանի վարչապետ, ինչու է վարչապետի լծակները որպես այդ հարցը կարծում եմ հնարավորություն կունենաք իրեն ուղղելու առաջիկայում հաջորդ շաբաթ քառօրյա է լինելու։ Եվ սա սահմանադրական կարգի խախտում չէ, որովհետև առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ վարչապետը փորձ է անում միջամտել կաթողիկոսի ընտրությանը 10 հանձնաժողովի հանդես է գալիս որպես քրիստոնյա եւ նշել է դրա մասին բազմիցս։ Չնայած երբ պետք է վարչապետը, մի րոպե, երբ պետք է վարչապետը, երբ պետք է վարչապետի լիազորությունների շրջանակներում է նաեւ ապավել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը։ Այսինքն երբ որ վարչապետը որոշակի գործողություններ անում, նա նաև պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ինչու ուշացումով հաստատվեց ըստ կառավարության հունվարի 16-ի 36-ավ որոշման պետք է մինչև մայիսի 29-ը դա հաստատվեր, բայց հաստատվել է։ Ես խնդրում եմ գրավոր, եթե դիմեք կպատասխանեմ, շնորհակալություն։